Նախօրեին մահացած հայտնաբերված ժամկետային զինծառայող Նարեկ Թորոսյանը Չարենցավանից էր, բնակվում էր իրենից փոքր երկու քույրերի և ծնողների հետ: Այս մասին News.am-ի հետ զրույցում հայտնեցին մահացած զինծառայողի հարևանները: Նրանք պատմեցին, որ Նարեկը 6 ամսվա ծառայող էր: Արմավիրի ուսումնական զորամասում էր ծառայում, վերջերս էր արձակուրդ եկել, որից հետո տեղափոխվել էր Ժամբարակի զորամաս: News.am-ի հետ զրույցում հարևանները տարբեր վարկածներ էին առաջ քաշում: Մի մասն ասում էր, որ կրակոցից է մահացել, իսկ մեկ այլ վարկածն էլ այն է, որ կախված են հայտնաբերել զինծառայողին: Հիշեցնենք, որ նախօրեին Քննչական կոմիտեն էր հայտնել զինծառայողի մահվան մասին, չհստակեցնելով, թե կոնկրետ ինչ հոդվածով է քրեական վարույթ հարուցվել: Իսկ Պաշտպանության նախարարությունը մինչ այս պահը որևէ տեղեկատվություն այս մասին չի հանրայնացրել: Իսկ այժմ աստղային այլ նորություններ: Երգիչ Վաչե Ամարյանն իր սոցիալական էջերում հայտնել է այն մասին, որ որոշում է կայացրել հայրենիք վերադառնալու և միավորվելու իր ընտանիքին: Star News-ը ձեզ ներկայացնում է այն տեսանյութը, որով այս ամենը պատմում է երգիչը: Ամիսներ առաջ դերասանուհի Լիլիթ Սարգսյանը մայր դարձավ: Այդ ամենից հետո Լիլիթը կարծես մեծ թափով, ավելի մոտիվացված անցել է իր գործին ու աշխատանքին: Լիլիթը նաև ինստագրամյան հարթակում է ակտիվ, որտեղ էլ ներկայացրել է նոր պլանների մասին:
Դերասանուհի և բլոգեր Ան Մինյոնն իր ինստագրամյան էջում նոր տեսանյութ է հրապարակել, խոսելով սնահավատությունների մասին։ Star News-ն առանձնացրել է դերասանուհու հրապարակումը և ձեզ ներկայացնում է առանց մեկնաբանության։ Դերասանուհի Աննա Մանուչարյանը ևս շարունակում է ակտիվ լինել ինստագրամյան հարթակում, որտեղ էլ խոսել է համագործակցությունների, ինչպես նաև Մալիբու այցի մասին։ Star News-ը ներկայացնում է տեսանյութերը։